Հնարավոր է արդյոք պատրաստել տորտ առանց սպիտակ ալյուրի, առանց շաքարավազի և որ չունենա որևէ հակացություն ոչ շաքարային դիաբետ ունեցողների համար, ոչ էլ առհասարակ ցանկացած ախտորոշման։ Իհարկե հնարավոր է։ Վերցնում ենք ձու, առանձնացնում ենք դեղնուցը սպիտակուցից, սպիտակուցին ավելացնում ենք ըստ ճաշակի թխկու օշարակ կամ գետնախնձորի օշարակ կամ խուրմայի օշարակ, ըստ ցանկության, ինձ մոտ գետնախնձորի օշարակ է։ Եվ հարում ենք մինչև ստանում ենք կայուն սպիտակ փրփուր։ Այնուհետև նույն քանակությամբ օշարակ ավելացնում ենք նաև դեղնուցին և հարում ենք։ Դեղնուցը սովորականի պես չի պնդանալու, չի սպիտակելու, որովհետև շաքարավազ չենք ավելացնում։ Մի որոշ ժամանակ հարելուց հետո գթալ ավելացնում ենք մեր պնդացած սպիտակուցը։ Այնուհետև ավելացնում ենք մեր նախընտրած ալյուրը, եթե պատրաստելու ենք սերուցքային կրեմ, ապա օգտագործում ենք հաճարի ալյուր, եթե օգտագործելու ենք զեֆիրային կամ մրգային կրեմ, ապա կարող ենք օգտագործել նաև բրնձի ալյուր։ Իմ օրինակում պատրաստելու եմ 2 բիսկվիտ, յուրաքանչյուրը 10 ձու։ Ավելացնում ենք այնքան ալյուր, որ ստանանք ոչ շատ խիտ, ոչ շատ ջրիկ, հետաքրքիր խմորային մասը։ Սովորաբար դա լինում է մոտավորապես 10 ձվի հարաբերակցության ժամանակ 1.5 բաժակ ալյուր։ Պատրաստ լինելուն պես դնում ենք ջեռոց, եփում ենք 180 կամ 200 աստիճանի տակ, մոտավորապես ամենաշատը 20 րոպե է տևում նմանատիպ բիսկվիթի եփվելու պրոցեսը։ Այնուհետև բիսկվիթների հովանալուց հետո անցնում ենք բիսկվիթների հավաքման պրոցեսին։ Շերտերը միացնում եմ բանանա ընդեղենային խյուսով, որը անցկացրել եմ, մանրացրել եմ ավելի ճիշտ ձեռքի բլենդերով, որի զգացվում է նաև ընդեղենի մասան, այսինքն լրիվ չեմ աղում, որպեսզի մի փոքր մնա այդ ընդեղենի զգացողությունը։ Ավելացրել եմ հատապտուղներ, ելակ մորի, իսկ արտաքինից արդեն պատում եմ սերուցքային կրեմով, ինչ է իրենից ենթադրում սերուցքային կրեմը, բարձր յուղայնության սերուցքը հարում եմ, ավելացնում եմ դարձյալ օշարակ, մի փոքր վանիլի օշարակ և հարում եմ մինչև որ ստանում եմ իմ ցանկացած խտությունը։ Վրայից օգտագործում եմ դեկորատիվ ոչ այնքան առողջ տարբերակներ, բայց բնականաբար դրանք չենք ուտում, ուտելուց դրանք հեռացնում ենք տորթի վրայից և ուտում ենք ներսի մասը։ Զարդարում ենք ըստ ճաշակի, այստեղ փայլիկներ ենք ավելացնում, որպեսզի ստանանք կվադրացիկլի արագության շարժվելու այդ իլյուզիան և մի փոքր ստանանք մեր արծաթագույնը։ Ավելացնում ենք նաև սննդային հուլունքներ այսպիսի, որոնք ևս չենք ուտելու, դա ուղղակի տորթի վիզուալը ապահովելու համար է։ Վիզուալի մեջ կարող ենք օգտագործել ցանկացած բան, եթե իհարկե դրանք հետո չունեն ուտելու նպատակ չունենք։ Եվ այսպես մեր տորթը պատրաստ է, իրականում շատ կարճ ժամանակ է տևում պատրաստելու պրոցեսը համեմատաբար ավանդական տարբերակով պատրաստվող տորթերի, որտեղ բիսկվիթները ևս եփվում են բավականին արագ։ Մոմեր, դեկորացիաներ և մեր տորթը պատրաստ է ըստ մեր չեմպիոնի ցանկության, նախընտրության և հարմարության։ Շնորհավոր տղուկիս ծնունդը։ Հուսով եմ կպատրաստեք, կսպասեմ կարծիքներին մեկնաբանություններում։